Ադրբեջանական զինուժը երեկ երեկոյան Նախճեվանի ուղղությամբ կրակահերթ է արձակել հայկական դիրքերի վերևի հատվածում։ Թիրախային կրակ չի եղել, այս մասին հայտնում է լրագրող Դավիթ Գալստյանը։ Քիչ ավելի ուշ Պաշտպանության նախարարությունը հերքեց տարածված լուրը, այն համարելով ապատեղեկատվություն։ Ադրբեջանից Հայաստան բենզիներ կրած երկրորդ ընկերությունը փոխկապակցված է հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի հետ, հայտնում են լրատվամիջոցները։ Առողջապահության նախարարությունը շտապօգնության ծառայությունների փոխհատուցման գործընթացում կիրառել է ընտրովի եւ ոչ օբյեկտիվ մոտեցում, ինչի արդյունքում շուկայում ստեղծվել է մրցակցային անհավասարություն նման որոշում է կայացրել մրցակցության եւ սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը։ Հիշեցնենք, որ Երևանի շտաբ բուժօգնություն փակbaşնետիրական ընկերությունը բողոք էր ներկայացրել, նշելով, որ շարունակում է ստանալ 8020 դրամ մեկ կանչի համար, մինչդեռ մարզերում գործող հանրապետական շտաբ օգնության ծառայություն ընկերության համար փոխհատուցման չափը բարձրացվել է, հասնելով շուրջ 13000 դրամի։ Դեկտեմբերի 25-ին Վեհապար Հայրապետի օրհնությամբ կկատարվի Արագածոտնի թեմի այս տարվա վերջին միասնական ժամերգությունը Մայրաթոր Սուրբ Էջմիածնի, Սուրբ Վարդան եւ Սուրբ Հովհաննես Մկրտիչ մատուռ մկրտարանում։